Բարի երեկո, հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, դիտեք կարևորը համառոտ։ Ինչ է ասել Սերժ Սարգսյանը պատերազմի և ռազմագերիների մասին, ինչ փակագծեր է բացել ու ինչպես է արձագանքել Փաշինյանը։ Մեկ օրում 10 հրապարակում, ինչ է գրում Փաշինյանը սոցիալական իր ցանցում նոյեմբերի 9-ի նախաշեմին։ Բայրամովն է իբր փակագծեր բացել, ինչ է ասել Փաշինյանը Ալիևին փակ հանդիպման ընթացքում։ Ինչ պայմաններում է Կալանավայում ապրում Վարդան Ղուկասյանը և ինչու են ահազանգ հնչեցնում կուսակցական ընկերները։ Ցորենի նոր բեռ Ադրբեջանի տարածքով քանի տոննա է հասել Հայաստան։ Եվ այսպես սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արցվաշենը և Հայաստանի մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Այսօր առավոտյան Facebook-ում գրել է Նիկոլ Փաշինյանը, մի տեսանյութով էլ նա բացատրել է, թե ինչպես ենք մենք պաշտպանելու մեր անվտանգությունը։ Պարզվում է, մեր անվտանգության հիմքը լեգիտիմությունն է, որը սահմանափակում է ուրիշների հնարավորությունները և մեծացնում մերը։ Լեգիտիմություն։ Եվ հիմա փորձեմ կարճ բացատրել, թե ինչու։ Եվ ինչ է լեգիտիմություն։ Լեգիտիմությունը մեր միջազգայնորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա հիմնված քաղաքականությունների վարումն է։ Եվ այդ լեգիտիմությունը մեզ թույլ է տալու երկու բան։ Առաջինը, որ մենք ի տարբերություն նախկինի որևէ սահմանափակում չունենանք աշխարհի որևէ գործընկերոջ հետ որևէ տեսակի ռազմատեխնիկական համագործակցություն սահմանելու եւ աշխատելու, նկատի ունենք զենք զինամթերք ձեռք բերելու ըստ անհրաժեշտության։ Ինչը այսօր գործնականում տեղի է ունեցել։ Մեր իրական Հայաստանի գաղափարախոսության շնորհիվ երկրները հերթով մեզ հետ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի շուրջ համագործակցության սահմանափակումները հերթով հանում են։ Եվ բայց այս ամեն ինչը պատերազմի համար չի պետք, այս ամեն ինչը խաղաղության համար է պետք, որովհետև լեգիտիմությունը մեր բոլոր դիրքորոշումների եւ մեր բոլոր քաղաքականությունների հիմնվելը մեր ինքնիշխան եւ լեգիտիմ իրավունքների վրա ուրիշներին սահմանափակում է բոլոր դեպքերում եւ մեր հնարավորությունները մեծացնում է բոլոր դեպքերում եւ հետեւաբար լեգիտիմություն սա է այն առանցքային գործոնը, որը պետք է ապահովի մեր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնաշխանությունը երկարաժամկետ կտրվածքով։ Այդ թվում նաեւ այս լեգիտիմության հիմքի վրա մենք կարող ենք զարգացնել մեր բանակը, ձեռք բերել սպառազինություն, ռազմական տեխնիկա, իրականացնել բարեփոխումներ միջազգային գործընկերների հետ, ինչը եւ անում ենք։ Փաշինյանը նոյեմբերի 9-ի նախաշեմին որոշել է պատասխանել նաև, թե ինչ էր պետք 44-օրյա պատերազմը կանխելու համար, զուգահեռ պատասխանելով նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Ըստ Փաշինյանի դրա համար էլ է հարկավոր լեգիտիմություն, ուղղակի այս անգամ պետք էր Արցախի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը համապատասխանեցնեինք Արցախի հարցի կարգավորման միջազգային հանրության պատկերացրած լեգիտիմությանը։ Իսկ դա անհնար էր, ինչու, որովհետև 1990-ականների սկզբից Ղարաբաղի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը եւ Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային հանրության պատկերացրած լեգիտիմությունն իրարից հեռացել էին եւ ճաքեր էր առաջացել այդ պատկերացումների միջև եւ այդ պատկերացումները համապատասխանեցնելը եթե տեսականորեն հնարավոր էր, ապա գործնականում անհնար էր, որովհետև մենք առաջին քայլով պետք է ընդունեինք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է լինի, ուրիշ որևէ տարբերակ պարզապես չկար։ Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 2018-2019 թվականներին, ուրեմն այո, դա իմ սխալն է, որ ես դա չեմ արել։
Երեկ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ է խոսել 44-օրյա պատերազմի պատճառների մասին։ Նա պատմել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ գնացել է Արցախ, հանդիպել Արցախի նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հետ։ Սարգսյանի խոսքով նա ցանկացել է նաեւ հանդիպել Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, սակայն Հարությունյանը հրաժարվել է հանդիպել։ Երրորդ նախագահը պաշտոնաթող նախագահներին առաջարկել է այցելել Ռուսաստանի Դաշնություն շոշափելու տրամադրությունները։ Այն պետք է կազմակերպել Հայաստանը, որից հրաժարվել է ասելով՝ ուզում են թող գնան։ Առաջին պատճառը բանակցային գործընթացից խուսափելն էր եւ ընդհանրապես հրաժարվելը։ Բանակցողներն ինչ անհասկանալի տարբերակ առաջարկեցին եւ այս երկուսը միասին բերեցին նրան, որ բանակցային process-ը դադարեց։ Երկրորդ պատճառն այն է, որ տեղի ունեցան այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն տվեցին Ադրբեջանին արդարացնելու իրենց ռազմական նախաձեռնությունը՝ պատերազմ սկսելը։ Երրորդ պատճառն էլ այն էր, որ ադրբեջանական եւ թուրքական հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին եւ տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել էր։ Հետաքրքիր է, որ նոյեմբերի 9-ի նախաշեմին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն էլ է որոշել ինչ-որ փակագծեր բացել։ Բայրամովը ITV-ով ցուցադրված շփման-գիծ վավերագրական ֆիլմում նա հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը։ Պարզվում է, վերջինիս իշխանության գալուց հետո առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում։ Ջեյհուն Բայրամովի խոսքով Նիկոլ Փաշինյանի այդ ժամանակվա դիրքորոշումը բավականին կառուցողական էր։ Նա ասել է. «Ես նոր եմ իշխանության եկել եւ կձեռնարկեմ անհրաժեշտ քայլերը հակամարտությունը լուծելու համար»։ Այնուհետև Բայրամովը հիշեցրել է վերջին հանդիպումից 6 ամիս հետո 2019 թվականի մարտի 29-ին Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպումը Վիեննայում ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ Այս հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը փոխել էր իր դիրքորոշումն ու տոնը։ Նա բացահայտ հայտարարել էր, որ չի կարող եւ չի լուծի խնդիրը, նույնիսկ պնդելով, որ եթե դա անի, կսպանեն իրեն։ Այնուհետև նա հռետորական հարց է տվել Ալիևին. «Դուք ուզում եք, որ ինձ սպանեն»։ Ի պատասխան իբր Ադրբեջանի նախագահն ասել է, որ ինքը ընդհանրապես չի ուզում, որ որևէ մեկը սպանվի։ Իսկ ինչ քարոզչություն է տանում Բաքուն ներսում սեփական հասարակության հետ ու դա փորձում դարձնել դիվանագիտական օրակարգ։ Ինչ նպատակներ ունի այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի ծրագիրը, ովքեր են ներգրավված երկու կողմերի քաղաքացիական հանդիպումներում եւ ինչ վտանգներ են տեսնում հայ փորձագետներն ու իրավապաշտպանները այս նոր մարդու իրավունքների լեզվով մղվող քարոզչության մեջ։ Դիտենք ռեպորտաժում։ Ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է։ Այսպես է ասել պրոֆեսոր Ֆուադ Մամեդովը վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան թեմայով քննարկման ժամանակ։ Սա տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին, մինչդեռ ընդամենը հոկտեմբերի 21-ն էր, երբ առաջին անգամ ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունը այցելեց Հայաստան, մասնակցելու երկկողմ կլոր սեղան քննարկմանը։ Եվ քանի որ ամեն ինչ փոխադարձ է, շաբաթվա սկզբին Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ մոտորերս Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նույնպես կմեկնեն Բաքու։ Ըստ նրա, Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքասարակությունները պետք է սերտացնեն իրենց հարաբերությունները։ Սակայն ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանին մտահոգում է այս նախաձեռնությունը։ Նրա համոզմամբ հայկական կողմի այն փորձագետները, որոնք ներգրավված են այս գործընթացում, հիմնականում զբաղված են իշխանական թեզերի տարածմամբ եւ բավարար պատկերացում չունեն Ադրբեջանի իրական քաղաքական ու հասարակական խնդիրների մասին։ Եվ ի վերջո, իսկ ովքեր են Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչները։ Ասեմ, որ իրենց մոտ առնվազն իրենց խմբերում ներառված են լինում հատուկ ծառայության անձիկ, լինելով քաղաքագետ, լինելով տնտեսագետ կամ այլ մասնագիտության ավանդակ քողարկվելով, սա մեկ։ Երկրորդ, այդ մարդիկ առանձնապես եւ աներկբաց զբաղվում են Իլհամ Ալիևի ռոպագանդայով, այսինքն քաղաքական ատելության խոսքը տարածելով ոչ միայն Հայաստանի վրա, այլ նաեւ արտերկրում համոզելով տարբեր երկրներին, որ Հայաստանը օրինակ օկուպացել է Ադրբեջանի տարածքները կամ օրինակ սպանել է ադրբեջանցիների, հազարավոր ադրբեջանցիներ, նաեւ այդ թեզը մշակվում չէ այսօր Ադրբեջանի արտաքին քաղաքականություն հենց փորձագետների կողմից նաեւ։ Դեպի Բաքու նախատեսվող այցի ճշգրիտ ամսաթիվը դեռ հայտնի չէ։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով ժամկետները կորոշվեն վերջին պահին, սակայն հաստատում է, որ լինելու է այդ պատվիրակության կազմում։
Նրա խոսքով Արևմտյան Ադրբեջան եզրույթի գործածումը լուրջ խնդիր է եւ անպայման պետք է դառնա քննարկման առարկա հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում։ Մենք ստանում ենք փաստորեն այդ միջոցառումների անցկացմամբ եւ համապատասխան ծրագրերի պետության կողմից ֆինանսավորմամբ ուղերձ, որ այնքան որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են քննարկել այս փուլում գոնե արցախցիների վերադարձի հարցը, քանի որ մեր հայրենակիցները Արցախից չեն ցանկանում ապրել Ադրբեջանի իշխանության ներքո, դա նշանակում, որ Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիները, որոնք պատրաստ են ընդունել Հայաստանի քաղաքացիությունը եւ ապրել Հայաստանի օրենքներով, զրկվում են իրավունքից վերադառնալ այնտեղ, որտեղ իրենք կամ իրենց ծնողները ապրել են մինչև կոնֆլիկտի վերջին փուլը։ Քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանը հիշեցնում է, որ Արևմտյան Ադրբեջան հասկացությունը նոր երևույթ չէ։ Այն առաջին անգամ շրջանառության մեջ է դրել Հեյդար Ալիևը 1998 թվականին։ Այնուհետև տևական ժամանակ այդ գաղափարը գրեթե չի օգտագործվել, սակայն 2020 թվականի պատերազմից հետո խոսույթը կրկին ակտիվացել է։ Հասան Ջալալյանի դիտարկմամբ 2025 թվականի խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Իլհամ Ալիևի խոսքում Արևմտյան Ադրբեջանի թեման ժամանակավորապես նվազել էր, սակայն դա եղել է միայն արտաքին տպավորություն։ Այս հասկացությունը քիչ է օգտագործում դրսի միջազգային հանրությանը, այդպես նաև ԱՄՆ-ին ցույց տալու համար, որ ինքը այլևս խաղաղասիրական տրամադրվածություն ունի Հայաստանի նկատմամբ, բայց ինքը չի հրաժարվել այս գաղափարի իրագործումից եւ սրա իրագործումը հանձնարարել է այդ հասարակական կազմակերպություններին։ Քաղաքագետը շեշտում է, հենց այն փաստը, որ նախաձեռնող կառույցը կոչվում է հասարակական կազմակերպությունների պետական աջակցության գործակալություն, արդեն իսկ վկայում է, այն գործում է Իլհամ Ալիևի անմիջական վերահսկողության ներքո։ Հայաստանի Հանրապետության նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւս զգուշացնում է, որ Ադրբեջանում Հայաստանի դեմ ուղղված ծրագրերը նոր թափ են հավաքում։ Վերջին 2 տարիների ընթացքում այդ կազմակերպության ծրագրերի շրջանակում անցկացվել է շուրջ 50 համաժողով, շնորհանդես, հանդիպում, ցուցահանդես եւ հանրային լսում։ Հրատարակվել է 25 գիրք, նկարահանվել է 11 փաստավավերագրական ֆիլմ եւ պատրաստվել 21 տեսահոլովակ։ Փաստերը չի թաքցնում նույնիսկ ադրբեջանական կողմը։ Հասարակական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության գործադիր տնօրեն Այգյուն Ալիևան օրերս հայտարարել է, որ Արևմտյան Ադրբեջանի թեմայով նախագծերի թիվը 2022 թվականից մինչև 2025 թվականը 24-ից դարձել է 51, եւ այս ուղղությունն առաջնահերթություն է լինելու 2026 թվականի համար։ Ամենի ֆոնին Հայաստան է ժամանել ղազախական հացահատիկով առաջին գնացքը անցնելով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով։ Այրում կայարանում գնացքը դիմավորել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանն ու Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբայևը։ Նախարարի խոսքով այս խմբաքանակը 1000 տոննա է։ Հիշեցնեմ, որ արդեն 2 օր է Հայաստանում է Ադրբեջանի տարածքով եկած ռուսական ցորենը։ Իսկ մեր հասարակության բնական հարցը հետևյալն է. երթուղու փոփոխությունն արդյոք ենթադրում է հացամթերքի էժանացում։ Մեր գործընկեր այսօր պարզել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեններ կրողը գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Բաղրամյան ընկերությունն է, որի տնօրեն Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ այս ճանապարհի շնորհիվ հացի գինը էականորեն չի նվազելու։ Գյումրու կոմունիստական կուսակցություն խմբակցության ղեկավար Լուսինե Անանյանը ահազանգ է հնչեցնում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պահման պայմանների մասին։ Պարզվում է Վարդան Ղուկասյանը, որը պահվում է Երևանի կենտրոն քրեակատարողական հիմնարկում, գտնվում է անտանելի եւ անթույլատրելի պայմաններում, որոնք լրջորեն սպառնում են նրա առողջությանն ու կյանքի իրավունքին։
Հիմնավոր հիմքեր կան կարծելու, որ խախտվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 26-րդ հոդվածը, ինչպես նաև Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որոնք արգելում են անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքը։ Հաշվի առնելով, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատթարացել է եւ առկա է կյանքի ու առողջության վտանգ, պահանջում եմ անմիջապես հրավիրել դատական հրատապ նիստ, ներկայացնել եւ ուսումնասիրել Վարդան Ղուկասյանի խցի պայմանները, պարտավորեցնել համապատասխան մարմիններին ապահովելու Ղուկասյանի համար մարդկային եւ առողջական պահանջներին համապատասխան պայմաններ։ Իսկ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի կալանավորվի։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննչական կոմիտեին ներկայացրած միջնորդությունը։ Քերոբյանը գրել է, որ հակակոռուպցիոն դատարանը մերժել է ոչ միայն իր, այլև 5 տարի քննվող եւ ավելի քան 10 տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործող անցնող կարծես թե մյուս բոլոր 1 տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունը։ Այսքանն էին այս ժամի հիմնական նորությունները, շարունակեք հետևել մեզ Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար։ Բարի գիշեր։